պայմանագրից հասկսել ինչ ճակատագիր է սպասում, արդյոք այս գործընթացումը կարելի է կողմենը հարված է ընդհանրապես Ադրբեջանի հռետորաբանությունը, պահանջները նորանորդ եւ նաեւ մեղադրանքները, որ իբր հրադադարը հասնում է Հայաստան։ Արդյոք փակուղի է։ Չեմ կարծում, որ փակուղի է եւ չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ դրամաբանության մեջ առաջ շարժվելու երևի դրա հետ է պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ երկկողմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե հրապարակումների հետ կապված, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի շատ եղի, հնարավոր լինի նման բաներից խուսափել, բայց չէ, չեմ համարում, որ չկա։ Համար, որ Հայաստանը ինչ։ Տեսեք, ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ եղել է հայկական մարտավարությունը նենց է եղել, որ ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվեն, իմանալով, որ հայերը մեկա չեն համաձայնվելու։ Նույնիսկ իրանց համար ոչ օգտակար, որոնց հետ իրանք համաձայն չեն, բայց իրանք իմանալով, որ մեկը հայկական կողմը չի համաձայնվելու, միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը անելու համար տենց մարտը գործելավոճ է, դա իմ անձնական տպավորությունն է եղել եւ նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու եւ ենթադրում եմ, որ այդ երկար այս կողմ այն կողմ տանելը այտենց տպավորություն է թողել եւ հետագայում այդ արձագանքը միակողմանի հայտարարությունը որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ այդ տպավորությունն է։ Պարոն Սիմոնյան, ընդդիմությունն ասում է, որ սա միակողմանի զիջումների մասին է կապիտուլյացիոն փաստաթղթերից մեկնաբանել։ Դե բայց ընդդիմությունը երկու բան կա ասելու, առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ տես բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որևիցե մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով կպատասխանեմ։ Չեմ լսում։ Իրենք ասում են տեքստը դեռ չի հրապարակվել, բայց ծանոթ են գործող իշխանության այսպես ասած ձեռագրին, իսկ դա կապիտուլյացիաների մասին է։ Պատիվներն Թե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմ է Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է, դա քաղաքական գործին վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ գրված հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք մարդ ինչքան կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել։ Ինչ վերաբերում է վարչապետը ձեր հարցին պատասխանեց իր հարցազրույցի ժամանակ, որ այդ փաստաթուղթը ունի երկու տեր եւ միակողմանի որևիցե բան անելը ճիշտ չի։ Հիմա միշտ միակողմանի մենք խաղի կանոնները միայն հայկական կողմը պահպանում։ Տեսեք որևէ դեպքում Ադրբեջանը խաղի կանոն պահպանում։ Այո, տեսել եմ որևէ դեպքում, երբ որ մենք քննարկում ենք եւ օրինակ հաստատում ենք երկու երկրների մեջ սահմանազատման եւ սահմանագծման փաստաթուղթը եւ մեր ընդդիմությունը նաեւ դուք ինձ հարց եք տալի, ասում եք չի պահպանելու, չի ստորագրելու, դրանից մի ժամ հետո ստորագրում է։ Վատ օրինակ է։ Օրինակ է, թե օրինակ չի։
Դե բա ինչի եք հիմա բացարձակ ինչ որ ձևով բաներ ասում, հետո երկրորդը ձեզ ուրիշ բան ասեմ, հիմա եթե դիմացինը պայմանականորեն, եթե վատ բան է անում, այդ նշանակում է մենք էլ վատ, մենք մեր վարկը ունենք, մենք մեր դիրքը ունենք, դուք տեսեք ինչքան լրատվամիջոց կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ազատ է լրատվամիջոցները։ Հիմա ինչ որ երկրներում դա ազատ չի։ Օրինակ Ադրբեջանում ըստ Եվրոմիության չափանիշների խոսքի ազատությունը այդ աստիճանի չի։ Հիմա մենք էլ ասենք սկսենք իրանց հետ հավասարել։ Մենք մեր երկիրը ունենք։ Ինչ է վերել։ Լավ, Ադրբեջանը վարկանիշը ցածր է Հայաստանի համեմատ, բայց Հայաստանը այդ վարկանիշի շնորհիվ ինչ է շահում, հարաբերական միջազգային հարաբերական տեսանկյունից։ Տեսեք, անվտանգություն է շահում, այն բանը, որ եվրոդիտորդները գալիս են եւ սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ ենք ունենում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն է տրամադրվում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցություն է տեղի ունենում, բայց այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում, կարող է մեր դուդուկից Իրանի եւ մեր սիրուն հայի աչերի համար այդ ամեն ինչը տեղի ունենում, հետո էլ բողոքում եք, ասում եք, մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց, բայց սխալ ենք մեզ պահել ինչ որ հարցերում, պատմության ընթացքում, կոնկրետ դեպք չեմ մատնանշում, հիմա ճիշտ ենք մեզ պահում եվրոպական ընտանիքի մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում, դրանից էլ եք բողոքում։ Ի՞նչն է դրանից բողոքելու պատճառն ու առիթը ուզում հասկանամ։ Մենք ասում ենք, որ եթե Ադրբեջանը ինչ որ խախտումներ անում է, ասենք բանակցային գործընթացում, ինչու է Հայաստանը սրբորեն պահում բոլոր կանոնները։ Նախ եւ առաջ եկեք այտենց վստահ չլինենք, որ բոլորի ընկալմամբ հայկական կողմը իրեն սրբորեն է պահում, որովհետև նույն ադրբեջանական կողմը հակառակ կարծիքն ունի եւ բողոքում է եւ նեղ սրտում է հայկական կողմի պահվածքի, հայկական քաղաքական գործիչների հայտարարությունների եւ այլ տարբեր բաների համար։ Այդ ձեր հայկական այդ մենք մեր մոլորակի մեջ ապրելու սովորություն ունենք, այդ ձեր պատկերացումն է, որը որ դուք փորձում եք հիմա ներկայացնել։ Տենց չի։ Երկրորդը, ինչի էս պետքա ձեր կոնկրետ վերած դեպքում վատ օրինակի հետ համեմատվեմ, այլ ոչ թե լավ օրինակի հետ համեմատվեմ։ Հիմա ասենք ուրիշ երկիր էլ հարձակվել է մի ուրիշ երկրի վրա, եկեք դրա հետ էլ համեմատվենք։ Չի կարելի տրամաբանությամբ շարժվել, սխալ բան եք ասում, կներեք, բայց սխալ բան եք ասում։ Ես հայ-ռուսական հարաբերությունների վերջին շաբաթվա ընթացքում քաղաքական խորհրդակցություններ երկու արտգործնախարարությունները Չգիտես, չեմ միտքը բաց թողեցինք հանգստացում։ Հայ-ռուսական հարաբերություններից քաղաքական խորհրդակցություններ անցկացվին տևական ժամանակ այս ձևաչափով քննարկումներ չկային, հեռախոսազրույցներն են ակտիվ արտգործնախարարների միջև։ Պարոն Սիմոնյան, հիշում եք տեսակետներ, որ փոխվում է հռետորաբանությունը հայ-ռուսական հարաբերություններում եւ այն լարվածությունը, որ իշխանությունը եւս ընդունում էր, որ կա, կարծես թե ներդրումում է կան մանմիտում։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում հարցի էությունը։ Կար խնդիր, կար հարցադրումներ, որոնք որ արվել են եւ որոնք որ շարունակվելու են անում։ Այն գնահատականները, որ կողքից հնչում են, հա, էսա իրանք փոխեցին, էս արեցին, վեկտորը փոխեցին, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ որ իրեն խափում են, գցում են, դա արձանագրում է եւ բարձր ասում է, երբ որ մի բանի հետ համաձայն չի, դրա մասին ասում է, երբ որ ինչ-որ կառույցի վերաբերյալ իր գնահատականն է ունենում, դա ասում է։ Եվ դա չի նշանակում մենք երբևիցե չենք հայտարարել, որ որևիցե աշխարհի երկրի հետ խզում ենք, պետք է խզենք մեր հարաբերությունները եւ նույնը վերաբերում է Ռուսաստան։ Լարվածությունը որ անընդհատ ոչ չենք կարողանալ ինչ-որ լարվածության մասին խոսել եւ լարվածություն պահել։ Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն ըստ իրավիճակի լարվեց, իջավ, կոնկրետ դա մարտավարություն չի, դա ըստ իրավիճակի այն բաները, որը որ տեղի ունեցել 2020 թվականին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել։ Միայն հապկի մասին չէ, միայն հապկի մասին չէ, բոլոր հարցերով, հայտարարություններով որևիցե բան չի փոխվել։ Հիմա կա խոսակցություն, մշտապես խոսալը քաղաքական գործչի աշխատանք հենց դրա մեջ է կայանում, որպեսզի այդ խնդիրների շուրջ խոսի եւ մենք խոսում ենք ու շարունակել ենք խոսել։ Հնարավոր է այդ քննարկումների արդյունքում օրինակ այդ խոսակցությունների վերանայվի հապկի հետ համագործակցության։ Չեմ կարծում, հապկի հետ կապված ինչ վերանայենք, հապկը պետք է մի հատ վերանայի, Իրան հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի եւ հայտարարի, եթե ինքը գոյություն ունի,
ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի եւ ինչ չի արել եւ ինչ է արձանագրում։ Պարզ է, մամուլում տեղեկություններ եղան, որ վարչապետից հանձնարարական է եղել ակտիվացնել տարբեր մարմինների միջև Հայաստանի Նման իրականությանը չի համապատասխանում։ Իսկ Մի քիչ էլ ստեղ։ Անդրանիկ Քոչարյանի հետ կապված ստորագրահավաք է Շնավա ժողովուրդ օրաթերթը միացավ։ Շատ ես մենք էլ բոլորով ուրախ ենք, ասենք։ Անդրանիկ Քոչարյանի հետ կապված ստորագրահավաք է ասել լրագրողին վիրավորելու համար, որպեսզի էթիկայի հանձնաժողով ստեղծվի։ Ընդդիմությունը արդեն համաձայնություն տվել է։ Ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները այդ հարցում։ Պատրաստվում եք էթիկայի հանձնաժողով քննություն սկսել Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված, որտեղ վերջինս անդադար կամ լրագրողներին է վիրավորում կամ ձեր թիմակիցներին, գիտենք, որ ներսում կոնֆլիկտներ կա։ Որտեղ է գիտեք, որ ներսում է կոնֆլիկտ։ Մամուլը ինչ ասես գրում, հա։ Գրում եք, որ ես ու Քոչարյան Անդրանիկը լուրջ հակամարտություններ ունենք, հետո բարիշեցինք, հետո կռվեցինք եւ այլն։ Լավ, ուրեմն դուք էլ ձեր հարցին պատասխանեք, եթե դուք ձեր իրականությունը ունեք, ես ինչ պատասխանեմ։ Դուք ասում եք թուղթ կա, որտեղ կա ստորագրությունը հավաքվում, ես այստեղ թուղթին ծանոթ չեմ, երբ որ այդ թուղթը կտեսնեմ, երբ որ խմբագրությունը, երբ որ խմբակցությունը կքննարկի, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Ես ի տարբերություն մեր ընդդիմադիր գործընկերների, որոնք պատրաստ են միջպետական խաղաղության համաձայնագիր քննարկել եւ գնահատականներ տալ եւ հարցազրույցներ տալ, ես չպատրաստ չեմ, նույնիսկ այդ մի էջանոց փաստաթղթի վերաբերյալ բան ասել, որ չեմ տեսել։ Իսկ ընդհանրապես վատ եմ վերաբերվում Հռիփսի Մեջբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի։ Ինչու այդ վերադառնանք համաձայնագրին։ Ես զանգահարել եմ իրեն, հենց այդ միջադեպին ծանոթացել եմ, ես դուրսն էի երկրում, զանգահարել եմ իրան, իր հետ խոսել եմ, ուզեցել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ խոսել եմ։ Անդրանիկ Քոչարյանին եք զանգահարել։ Այո։ Ինչ ասացի պատրաստում խնդրել բան։ Ես խնդրում իրան այդ հարցը։ Բայց տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունը եւ լրագրողները բան ունեն արել, ես ներողություն եմ խնդրել եւ ես համարում եմ, որ դրանով ես էլ ավելի ուժեղացել եմ եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդով ներողություն եմ խնդրում, էլ ավելի ուժեղացել։ Իսկ դու կարմիակ էթիկայի հանձնաժողով պետք է ձևավորել։ Խնդրում եմ, էլի թող գա փաստաթուղթը տնամ լրագրողները հարգելի, ինչի տակ են ստորագրել, մի հատ քննարկենք, հասկանանք, կասեմ, էլի հետո տեսեք, դա ազգային ժողովի նախագահի որոշելիքը չի, դա խմբակցությունների, տեսեք, խմբակցությունների ղեկավարներն են որոշում, խմբակցությունն է որոշում, այլ ոչ թե ազգային ժողովի նախագահը։ Պարզ Սիմոնյան համաձայնագրին վերադառնանք, ասում եք ավարտվում են մոտենի բանակցությունները, համաձայնությունները, սակայն աշխարհակահաղական համատեքստը կարծես մենք չնկատենք, ասենք իսկական իրադարձությունները, Հերմիադում Ամերիկայի եւ ռուսների միջև բանակցությունները ավարտվում են առանց մեծ խաղացողների որոշումների, միտը երկու կարող են համաձայնություն կայացնել։ Այդ ուզում եմ աշխարհակահաղական համատեքստը նկատի ունենալ, հարմար է մեր բանակցությունների ավարտին, այս բանը։ Այո, շատ հարմար է, հենց դրա համար էլ մենք բանակցությունները եւ այդ տեքստը պայմանագրի փակել ենք այլևս։ Սպասում մեծ պետությունների ԱՄՆ-ի, Ռուսաստանի որոշումներին աշխարհակահաղական։ Այսինքն ինչ աշխում, սպասենք, որ ինչ լինի։ Չէ, մի հատ օրինակ բերեք, էլի ձեր հարցի։ Օրինակ սպասում ենք, որ, չգիտեմ, Տրամպը զանգահարի եւ ասի եկեք կնքենք, բա ինչի պետք է սպասենք։ Որոշումները Ուկրաինայի հարցում այդ Դա հարգելիս, մենք մեր հարևանի հետ ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքենք։ Հիմա ես Էլ-Ռիադի բանակցություններին ինչի սպասեմ։ կարող ենք ինքնուրույն։ Ես չգիտեմ, Ադրբեջանը եւ Հայաստանը կարծում եմ այդքան ուժ ունեն, որ ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիր։ Եթե ինչ-որ մեկը կուզենա դրան աջակցի, մենք տեսնում ենք, որ 50-ից ավելի հայտարարություններ կան երկրներից, ազգային ժողովներից, արտաքին գործերի նախարարներից, կազմակերպություններից, միություններից, ինչի պետք։ Ես ուղղակի որ հարցը տալիս եք, մի տեսական օրինակ բերեք, որտեղ ձեր հարցը հաճախ ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ կապ ունի Ուկրաինան Հայաստանի Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հետ։ Ոնց օրինակ։ Գլխավոր դատախազն է գալու խորհրդարան երկու պատգամավորի անձնախելությունից զրկելու միջնորդությամբ կարդեն որոշում ոնց է քվեարկելու եւ ինչու հիմա առաջացավ նման միջնորդության անհրաժեշտությունը։
Ոնց է դա ինչու հիմա պետք է Մարգարյանի գործի հետ կապված 7 տարվա վաղեմության գործ է Հովիկ Աղազարյանի Տեսեք, ես այդ մանրամասն չգիտեմ, հիմա տեսեք, եթե Տարոն Մարգարյանը օրինակ մասնակցեր ինչ-որ ընտրությունների, պետք է ասեիք, ահա, ընտրությունների է մասնակցում, դրա համար հիմա եղավ։ Հիմա որևիցե բան չի կատարվում, ասում եք ինչի եք հիմա բանանում, դե ինչ կապ ունի, ուզում հասկանամ այդ բաները, որ ուզում եք կապեք միշտ չի, հա, լինում է, որ տենց ինչ-որ նպատակ են ունենում, չեմ բացառում, պատմության մեջ եղել է, որ նման բան եղել, բայց ինչ եք ուզում կապեք այն բանը, ասենք հարյուրավոր, հազարավոր մարդկանց զանգում են, ասում են, գիտեք ինչ ձեր այդ տուգանքի հետ կապված խնդիր կա։ Հիմա բռնել եք, կապել եք Գյումրվա տեխնացուներից մեկի հետ, որ իշխանությունը տուգանքի միջոցով փորձում է Գյումրվա տեխնացուի վրա ճնշում է։ Այսինքն ճնշման էլ ձև չկար, պետք է հենց այդ բանը տեղի ունենա։ Տեսեք, մի հատ բան ասեմ, ձեզ մի հատ տենց պատմություն կա, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր ընդհատակում եւ որոշում կայացվեց, որ վարչապետը պետք է գնա դատախազություն, ես անմիջականորեն մասնակցություն եմ ունեցել այդ գործունեության մեջ եւ մեքենայով տեղափոխել եմ նրան դեպի դատախազություն, են հայտնի տեսանյութը մտավ, ասեց բարև ձեզ, ես Նիկոլ Փաշինյան, դրանից ուղիղ 3 օր հետո ես նամակ եմ ստանում դատախազությունից, որ ինձ հրավիրում են դատախազություն։ Ես մտածեցի, որ իրոք դա երևի վերաբերում է նրան, որ արդեն ես տարել եմ դրա հետ կապված, երևի Նիկոլ Փաշինյանի հետ կապված է, պարզվեց իմ մոտ էլ էլի տուգանքի հետ, իմ ՍՊ-ի տուգանքի հետ համընկավ, բայց մինչև ես գնացել հասել եմ դատախազություն, ես վստահ եմ եղել, որ դա կապված է 3 օր առաջ Նիկոլ Փաշինյանի դատախազության մոտ հասցնել։ Ուստի եկեք ֆիքսենք, որ միշտ չի, որ դա կապ ունենում բանի հետ։ Իսկ քվեարկության հետ կապված։ Քվեարկության հետ կապված, երբ որ դատախազը կգա, կներկայացնի, երեք մեր մոտ տենց թեթև քննարկում ա եղել, տենց չաթային մակարդակում, հա, իրար մեջ գրվելով, ով տեսել է, ով ծանոթացել է, խմբակցությունը կքննարկի եւ իր կարծիքը կհասցնի։ Ում չաթի մեջ։ Չէ, չաթում ինքը չկա։ Աղազարյանը լուծված։ Ինքը իր միակ չաթ ունի, որտեղ ինքը ուղարկում է։ Աղազարյանը լուծված հայտում իշխանությունը ունի մտահոգություններ, ամեն դեպքում ԿՊԱ-ականների ագրեսիվ հայտարարություններ, հա, ոչ քաղաքական գնահատականները տարբեր տեխնացուների վերաբերյալ խոսում են այն մասին, որ ըստ էության Սարիկ Վինասյանի վարկանիշը ցածր է եւ ԿՊ-ն օգտագործում է հին մաշված սկավառակը, թալանի, պատվալներից դուրս եկողների եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ որ մեկի մոտ Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում այլ կարծիք կա, որ Գյումրիում Վարդանիկը եւ Մարտունը եւ մնացածը ներկայացում են նախկին իշխանությունները, ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Տենց մարդ կա, որ ասում է մեկը կա, որ ասում է Վարդանիկը դա նոր քաղաքական ուժ է, պրոեվրոպական եւ նոր բարքերի։ Այդ մարդը, այդ տիկին, բայց ձեր հարցին պես պատասխանեցի կարելի է ես վերջացնեմ իմ պատասխանը, շնորհակալ եմ տիկին։ Կա ինչ որ մեկը, որ մտածում է, որ դրանք տես նոր առաջադեմ ուժեր են եւ իշխանությունը բարձով է, բարձ չի ով է, Վարդանիկին ճանաչում եք, ազգային ժողովում եղել է, կա մարդ որ չի ճանաչում իրան։ Այն մյուսներին ճանաչում եք։ Գյումրեցին, գիտեք ինչ, ես իսկ այդ վարկանիշների հետ կապված ես համարում եմ, որ հիմա մենք վարկանիշներից խոսալու կարիք չունենք, որովհետև ես հավատում եմ գյումրեցու իմաստությանը, ես գիտեմ, որ ինքը բոլորին լավ ճանաչում է, այդ բոլոր ձևերը շատ լավ գիտի եւ կգնա իր ճիշտ որոշումը։ Վարդան Ղուկասյանն ասում է արեք գնանք գաղութ, ԿՊԱ-ականներին ասում արեք գնանք գաղութ, տենանք ով լավ տղա դուրս կուկա անդեղից կարող է։ Հա, դե իրեն եմ։ Դե նախ եւ առաջ ինքը չի հասկացել ինքը որտեղ է հայտնվել։ Ինքը չի հասկացել որտեղ է հայտնվել, իսկ իր տեղը իրոք գաղութում է ինձ թվում, հա։ Որովհետև ես ազգային իշխանությունը ես հասկանում եմ որ դուք նյուզեյեմից եք ձեր սեփականատերը տենց բան ունի բայց մեր իշխանության ժամանակը Ռոբերտ Քոչարյանը չի ձեր սեփականատերը մեր իշխանությունը չի խառնվում օրենսդրական գործունեության մեջ չեք նկատել այս 7 տարվա մեջ ինչի չկպնեմ ինչի ինչ ապացուցեմ որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում քաղբանտարկյալներ են եղել, բացեք,
ինքը չի ձեր սեփականատերը։ Հավատացեք մենք միասին։ Ինքը չի հարցնում եմ։ Ասեք, ես հերքեք, եթե ասեք որ պարզվի որ խիդազր Ռոբերտ Քոչարյանը որ սեփականություն ունենում դա զրպարտությունը հանգստացեք լավ հասկացած բան ասեցի սեփական մի հարցակվեք վրա ստորագրահավաք կհավաքեմ ձեր դեմ գոռում եք իմ վրա մի ինձ բուլինգի ենթարկեք Դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք մի։ Եվ խիմենակ Գրիփսիմե Ջեբեջյանին է պետք է կարելի ենթարկել բուլինգի։ Մի արեք, մի գոռա։ Ես քաղաքական գործ ներողություն, հանգիստ, այսինքն ասել որ սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը մի րոպե, ինչու՞ դες վրթովեցիք։ Ասեք որ դες չի։ Հանգստացեք, հանգիստ։ Պարոն Սիմոնյան, հիմա եթե այնպես ստացվի որ Գյումրի Սպասեք։ Ասացիքն իրենա պետք հետո կարելի է ենթարկել։ Տենց ասեցի, հա, չէ, տենց չասեցի, դուք սխալ լսեցիք։ Ասեց դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք, որ ձեզ բուլինգի ենթարկեք։ Ասեցի միայն Գրիփսիմե Ջեբեջյանին է հնարավոր ենթարկել բուլինգ։ Հանգստացեք, տենց չեմ ասել։ Դա նկատի չէ։ Ասեց դուք Գրիփսիմե եք, ասի մենակ Գրիփսիմեին վերաբերյալ չի դա, հա, ես դա եմ ասել, մի անհանգստացեք։ Հա, այլ հարց ունեք։ Մի րոպե սպասեք։ Արդեն 1.5 տարի է Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց ու այդ քննարկումների ժամանակ անդրադասվում էր, որ պետք է միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել, պատժել հանցագործներին։ Ինչն է պատճառը, որ մինչև այսօր 1.5 տարի է որևէ գործ չունենք միջազգային։ Ես ներողություն եմ խնդրում, հասցեատերը ես չեմ, ես միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելով չեմ զբաղվում, ամեն դեպքում նաև որպես իշխանության ներկայացուցիչ այդ հայցերը իմ քննարկման առարկա երբևիցե չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում, որտեղ ես նեղ մասնագիտական իմ ազգային ժողովի օրենսդրական գործունեության մեջ եմ այդ օրենքը եթե մենք այդ բանը եթե չվավերացնեինք, մենք լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու։ Օրինակ կարող էր Հայաստանի Հանրապետության տարածք շատ տեղերում ներխուժած հակառակորդ ունենային, կարող էր Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության աստիճանը այսքան չլիներ։ Դուք քննադատում եք պատասխանատուներին, որոնք չեն Ես բոլորի հարցերին պատասխանել եմ։ Չէ, ես ոչ մեկին չեմ քննադատում, եթե ես քննադատելու լինեմ, ես տեսախցիկների առաջ բոլորին կքննադատեմ։ Այլ հարցեր ունեք։ Հնարավոր է ընթացքում։ Հնարավոր է, շնորհակալ, մի գնացեք։ Ընտրություններին Վարդան Ղուկասյանը երեք հարցազրույց է տվել եւ ներեկի բառն եմ ասում ԿՊԱ-ականներին անվանել անդաստիարակ եւ նաեւ նշել, որ իրեն Վարդանիկով են դիմում նաեւ այդ համար եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանը անվանել է թուրք բոլոր նրանց, ովքեր որ ԿՊ-ի։ Չէ, բայց Ռուբեն Մխիթարյանը դից բան չի։ Ես անկեղծ ասած հիմա ամեն մեկի ասածը այդ իրանց ասացվածները պետքա մեկնաբան, չգիտեմ դա ճիշտ է թե ճիշտ չի, որովհետեւ նախ ինքն է իրան Վարդանիկ անվանում։ Չգիտեմ տեսել եք թե չեք տեսել, որ Վարդանիկ Պրիդյոտ ինչ-որ ռուսերեն բաներ է խոսում։ Երկրորդը, եթե նման բան ասում, ինչ ասեմ, ինքը մտածում է, որ ինքը վախի եւ ինչ-որ տենց գողական բաներով պետքա գյումրեցու սիրտը գրավի։ Ես ասում եմ, ես հավատում եմ գյումրեցուն։ Ես վստահ եմ, որ գյումրեցին ճիշտ որոշում է կայացնել։ Չգիտեմ, ես որ նայում եմ, ճիշտ ԿՊ-ին է ընտրելու։ Ես չգիտեմ, բայց համենայն դեպս հին բաների վերադարձ չի լինելու այն ժամանակներին, երբ որ օրինակ Քոչարյանի իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ որ քաղբանտարկյալներ կային, երբ որ չկային ազատ մամուլ, չկար ազատ մամուլ, ով է ասում, բայց հասելով չի միջազգային կառույցների զեկույցներ գոյություն ունեն։ Արմեն Աշոտյանին համարում են քաղբանտարկյալ։ Ով, ինքը իր փոքրիկ շրջապատը։ Ուրա մի հատ օրինակ կբերեք այդ դրա օրինակ միջազգային կառույցի անունն ասեք, զեկույց ասեք, լսում եմ։ Եվրոպական ԵԽ-ում անընդհատ այդ հարցը քննարկվում է։ Չէ, փաստաթուղթ ասեք, դուք բան ասացիք, պնդում արեցիք, հիմա ապացուցեք դա։ Ո՞վ է համարում, բացի Արմեն Աշոտյանի քաղաքական, այսպես ասած, շրջապատից եւ Արմեն Աշոտյանի սատարողներից, մի հատ ինձ կասեք, որ միջազգային կառույց։ Քաղաքական ճնշումներ չկան Հայաստանում։ Հարգելիս, օրախել իմ ու ձեր գնահատականի հարցը չի, ոչ ես կարամ ասեմ չկա, ոչ դուք կարող եք ասել կա։ Դրա համար կան միջազգային կառույցներ, որոնք մասնագիտական գնահատական են տալիս եւ դա համաշխարհային ընդունված փաստ է։ Հիմա ում ինչ բռնեն, բոլորը կարող ասեն սա քաղաքական հետապնդում է, ով որ գիտի հեսա իրան բռնելու են, մտնում է քաղաքականության մեջ մտածելով, որ ստեղ ինքը կարող է դրանով պատասխանվել, հետո ասում է դա քաղաքական հետապնդում է, բայց կա միջազգային կառույց։ Հիմա ձեզ դուք հայտարարություն արեցիք, խնդրում եմ ինձ կամ մարդկանց հրապարակեք այն միջազգային կառույցի զեկույցը, որտեղ որ ասվում է, որ Արմեն Աշոտյանը
քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Հանուր Արմեն Աշոտյանը ասում, բայց ասում են քաղաքական իշխանությունների կողմից կան անուն տվեք, կոնկրետ օրինակ բերեք, բռնաճնշում։ Ասում եմ անուն տվեք, կոռուպցիա, որ ինչի մասին է խոսքը, անուն տվեք, անուն, ասեք Պետրոս Պետրոսյանը հայտարարվել է այս ինչ կազմակերպության կողմից որ բան, ես դա մեկնաբան եմ, բայց դուք ձեր շրջապատում ձեզ թվում է դուք որ դուք տենց համարում եք որ այդ տենց է, ուրեմն ամբողջ հանրությունը ու իրականությունը տենց չի, ոչ ձեր պարագայում է տենց, ոչ մեր պարագայում է տենց։ Հենց այս իշխանությանը պետք է միջազգային կառույցների ասած չասածներին ուշադրություն եք դարձնում, հենց պետք չէ, ասում եք, օրինակ, երբ որ Freedom House-ը արձանագրեց, որ Հայաստանի ժողովրդավարության հետ կա, ԿՊ խմբակցությունից հայտարարեցին Freedom House-ները չէ, որ պետք է որոշեն Հայաստանի։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական հայտարարության հետևից դուք պետք է գնաք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ եւ պետք է գնաք կոնկրետ կառույցների դիրքորոշման հետևից, որովհետեւ այն բոլոր միջազգային զեկույցները, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք Եվրոմիության հետ խոսել, առևտուր անել եւ այդ ամեն ինչը առաջ տանել, Հայաստանի այսօրվա իշխանության կարևոր նպատակներից մեկն է եւ մեր հաղթանակներից մեկն է։ Եվ մամուլի ազատությունը դրա վառ օրինակ։ Պարոն Սիմոնյան, ես ուզում եմ մի հատ Գյումրիի հետ կապված մեկնարկին հարցական հարաբերություններ։ Եթե օրինակ այնպես ստացվի, որ Գյումրիում մեծամասնության ձայները որևէ ուժ չստանա, օրինակ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր համագործակցություն կարող է լինել իշխանություն կազմելու համար։ Մենք տենց բան չենք քննարկել եւ ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր է իմ անձնական կարծիքը, որ չէ, հիմա եմ պայմանական, հա, չնայած ես դրան չեմ հավատում, բայց եթե կրվենք, ինչն է խնդիրը։ Չէ, խնդիրը այդ չէ, թե նկատեմ համագործակցությունը, կոալիցիա կազմել, որ իշխանություն ձևավորվի Գյումրիում։ Դե ես 5 րոպե առաջ ասացի, որ իմ կարծիքով իր տեղը հենց իր բերած օրինակ բանտում է։ Հիմա որ քննարկում լինի, ես այդ նույն բանը կրկնելու եմ եւ կարծում եմ իմ գործընկերները կլսեն իմ ասածը եւ իրանք էլ կկիսեն իմ կարծիքը։ Չեմ քնած բան չեն քննարկել։ Եվ պարոն Սիմոնյան, կրկին հայ-ռուսական հարաբերություններին, բայց ապաշրջափակման թեմայով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնություն ամեն դեպքում առաջարկները, որ ուղարկվել են, պատասխան չկա, համաձայնություն չունեն։ Պրոցեսը շարունակվում է, բոլոր տրեկերով քննարկումը շարունակվում է։ Հնարավոր է քննարկման արդյունավետության կամ այլ հանգամանքներից ելնելով վերադառնալ օրինակ այն եռակողմ ձևաչափին, որ գործում էր ապաշրջափակման հարցով ռուսական միջնորդությամբ։ Դες բան չի քննարկվում։ Այս բան մենք չենք քննարկում ու չենք խոսացել։ Չգիտեմ, որտեղից եք այդ։ Չէ, հարցնում եմ։ Ես անընդհատ այդ ռուսական ստվերը տեսնելու թե դրական, թե բացասական առումով դադարեցրեք։ Փակեք այդ թեման։ Ասարիբ Սիմոնյան։ Սիմոնյան, ձեզ ասում եմ, որ դուք բոլոր ոլորտներում ձեր իշխանությունը ձախողել է ու գետնի ոլորտ չկա, գետնի ոլորտ չկա, որտեղ դուք աներկվա հաջողություններ արձանագրած ունեք, հիմա կարող եք վերհիշել, թե որ ոլորտներում դուք ունեցել եք հաջողություն այս 7 տարիների ընթացքում։ Բազմաթիվ ազատությունների, իրավունքների տարբեր անվտանգային իդեպ այո, լուրջ եմ ասում, ինչի՞։ Դուք չէիք, որ պատերազմից անմիջապես հետո ասում էիք, որ նոր պատերազմա լինելու, որ հեսահարցակվելու են Հայաստանը վերացնեն, որ նույն բանակցողը չի կարող բանակցել։ Դուք չէիք ասում, որ նույն բանակցողը իր հարցը, մի րոպե, ապոկալիպտիկ են հայտարարությունները, որ արվում էր պատերազմից հետո, անմիջապես պատերազմից հետո։ Մենք այսօր ունենք համաձայնեցված պայմանագիր, դիվանագիտության ոլորտում, միջազգային գործընկերների ոլորտում, մենք Հայաստանի Հանրապետությունը իր տնտեսության տարբեր ոլորտներ դիվերսիֆիկացրել է, փոխել է շատ բաներ, մենք այն մակարդակը, որ կա միջազգային մեր հարաբերություններում երբևիցե չենք ունեցել։ Մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, որ մեկը ասեմ, ասեք ասեմ։ Դիվանագիտության հաջողությունը մեր Դիվանագիտության հաջողությունն է, որ մեր երկրին, օրինակ, այն երկրները, որոնք որ գիտեն, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, այնուամենայնիվ զենք են վաճառում, դա հաջողություն չի։ Այն, որ միջազգային դիտորդները քաղաքացիական Հայաստանի Հանրապետության սահմանին են կանգնած եւ դա բարձրացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգային մակարդակը։ Այն, որ Հայաստանի Հանրապետության ձայնը
լսելի է աշխարհով մեկ եւ մեր գործընկերները թե հայտարարությունների, թե աջակցության առումով, թե այն ծրագրերի, որոնք որ իրականացնում են, անում են, բա ինչ էիք պատկերացնում, այսինքն ինչ պետքա լիներ, որ դեռ չի եղել միջազգային առումով, որ ձեզ հիմա այլ կարծիքի է բերում։ Պայմանագրի ստորագրումից հետո ագրեսոր կողմը ադրբեջաններ բոլորը հավասարության նշան դրեցին դիվանագիտությունը։ Ով է հավասարության նշան դրեց։ Ով է հավասարության նշան դրել։ Ով է հակառակվանը արել։ Ցույց տվեք երկի, որ ասենք հավասարության բոլոր նշան չի որևիցե Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքերը միակողմանի ձևով ուղիղ հայտարարություններով, հասցեական հայտարարություններով քննադատվել են միջազգային գործընկերների կողմից։ Դրա հետևանքն է, որ իրենք բան են ուղարկել, քաղաքացիական այդ առաքելությունն են ուղարկել։ Ու դուք մի բան ասեմ, շատ հնարավոր էր 2020 թվականի պատերազմից հետո եւ տենց պլանել կար, եւ ես չեմ բացառում, որ այդ պլանը միգուցե ինչ-որ մարդկանց մտքում կա, որ իմանալ, ունենալ հայելային նույն իրավիճակը, որը եղել է 90-ականներից հետո, այսինքն ադրբեջանական զորքը պայմանական ինչ-որ տոկոս Հայաստանի Հանրապետության տարածքից զավթի, նստի եւ հռչակի, օրինակ այն ինչ-որ հիմա իրանք ասում են, այդ պլանն է եղել Հայաստանի Հանրապետության այլ միջազգային, այսպես ասած, միություններին միացնելու պլանն է եղել, Հայաստանի Հանրապետությունը մարիոնետային իշխանություն բերելու պլանն է եղել, դուք Հայաստանում եք ապրում, դուք այդ ամեն ինչը չգիտեք, մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք ու ես համարում եմ, որ հենց միջազգայինն եք ասում, ամենահաջողված ոլորտը մեր մոտ միջազգայինն է, աննախադեպ բան է, որ հապկ երկիր անդամին որևիցե այլ երկիր, որը որ հապկից դուրս է, ասենք մի հատիկ փամփուշտ վաճառի կամ մի հատիկ փամփուշտ փոխանցի։ Դուք հասկանում եք, դա քաղաքական ինչ մեսիջ է եւ կարեւոր չի թե ինչ են տալիս է, կարեւորը այն է, թե ինչ են այդ հենց այդ գործողությունը, դա նշանակում է վստահության այն աստիճանը, որ քո օրինակ տեխնոլոգիաները չի փոխանցվելու երրորդ ինչ-որ երկրի, որ այդ նշանակում է, որ մենք այդտեղ ներկայացված ենք եւ այլ զորում եմ, որ այդ հարցն եք տալի։ Շատ ավելի վատ ոլորտներ կային, հարցնեք չկարողանայի պատասխանել։ Ֆուտբոլը, հայտարարած ֆուտբոլն եք։ Համաձայն եմ։ Ինչա։ Բա ինչի՞ չեք հեռացնում ֆեդերացիայի նախագահով։ Այո։ Ինչ արեց այդ ձեր դիվանագիտությունը կամ միջազգային հանրությունը։ Այդքան գերիներ ունեն։ Ինչ է անում։ Նախ հետևից կամ, հա, գերիների մասով։ Այդ գերիների ամենամեծ մասը, եթե չեմ սխալվում, վերադարձավ Բլինկենի եւ Վրաստանի միջնորդությամբ, հիշում եք այդ իրադարձությունը։ Չէ, այդ երևի բանի հետ եք խառնում, կոպի հետ եք խառնում։ Կոպի, բայց ասենք այդ գերիների 150 քանիսից վերադարձավ 11, հետո այն մնացած 12-ը միացան, հիմա 23 ունեն։ Այն բանը, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այդ դիտորդներին, շատ բաներ կա, արի դադարեցնենք այս խոսակցությունը, որտեղ հանուն բաներն եմ ասելու, բայց դու հակապաստար չես կարողանում բերես, ինչը պետք է լիներ եւ չեղավ։ Այդ նույն միջազգային հանրությունը երբ է ստիպելու, որ ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։ Ախր դուք տենց ասում եմ, ապրում ենք մենք բոլորս, մի հատ ինչ-որ մոլորակում, որտեղ բնակվում են հայերը ու միայն հայերը։ Այդտենց բան չի լինում, դու պետք է անես, այն ինչ որ մենք անում ենք, սահմանազատման, սահմանագծման process-ը, դրա ուղղությամբ ամենակարճ ճանապարհն է, խաղաղության պայմանագրի ճանապարհը, դա ամենակարճ ճանապարհն է։ Այսինքն ինչ պետք է անեին, ուզում եմ հասկանամ, ինչ օրինակ կա դրա, որ մտածում եք, որ այստեղ կիրառելի էր եւ չի կիրառվել, եւ ինչ ակնկալիք կա, որ դուք ուզում եք, որ լինի, օրինակ, չգիտեմ, X երկրի կողմից եւ չի լինում։ Այդ որ ասում եք, հələ մի հատ ձեր ակնկալիքն էլ ասեք։ Դուք ասում եք զենքեր եք բերել հապկանդամ լինելով, զենքեր են գնել եւ հիմա Ադրբեջանը հենց դա է ասում, նաեւ խաղաղության պայմանագիրը չստորագրելու, Ինչ ասեցի մի հակառակ բան բերեցիք։ Իրենք իսկապես ասում են, որ զինվում են, ուրեմն իրենք պատրաստ չեն խաղաղության։ Այդ իրենց հայտարարության ինչպես է պատասխանում եւ ձեր կարծիքով ինչու Ադրբեջանը չի ուզում ստորագրել այդ փաստաթուղթը։ Մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք եւ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս որևիցե խնդիր չունի իրականացնելու։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն մասը, որը որ ադրբեջանական զորքերը ներխուժել են, մենք զինվորական
ռազմական գործողություններով լուծելու նպատակ եւ գաղափար այս պայի դրությամբ չունենք։ Իսկ եթե դիվանագիտական մի հատ երկրորդ հարցին էլ պատասխանեմ եմ։ Դա չեն ընկալում էլ։ Չէ, դա հանցագործություն չի։ Դա հանցագործություն չի։ Չէ, բայց քայլերը չի նշանակում, չէ, քայլերը, Անիջան, քայլերը չի նշանակում, որ պարտադիր դու պետքա կրակես։ Եթե դու կարող ես բանակցություններով այդ հարցը լուծես, օրինակ հիմա Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության ինչ որ եզրեր են գտնում, որտեղ միգուցե ինչ որ ժամանակահատվածով այդ հակամարտությունը կսարածվի միջև իրենք բանակցեն։ Այդ քո ասած պարտավորությունը պարտադիր չի, որ դու գնաս եւ հարցակվես եւ այդ հարցը տենց լուծես։ Դա ձևերից մեկն է, որովհետեւ կարա դրա հակառակը լինի, հա, ինչ որ մի երկիր սադրելու նպատակով ավելի մեծ լայնամասշտաբ պատերազմ նման քայլ անի։ Եվ դու գնաս եւ ընկնես այդ ծուղակը։ Հիմա կրկնում եմ ճանապարհներից մեկը դիվանագիտությամբ։ Մենք տեսնում ենք այդ հարցը դիվանագիտությամբ լուծելու տարբերակը։ Միևնույն ժամանակ այն հարցը, որը որ տվեց ձեր գործընկերը նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրացնում է իր պաշտպանողականությունը։ Բայց Կարինեի հարցին պատասխան տեսը կվերադառնամ, էլի, Անի ջան, մի րոպե սպասի։ Մի հատ վերջացնեմ Կարինեի հարցին։ Ինչու՞ չի ստորագրում։ Ինչ նորից սպնդում էր նախապայմանները, ինչ են ասում բանակը։ Կարինե ջան, քննարկում ենք։ Մենք ասել ենք, թե ոնց ենք եկակ։ Մի րոպե Կարինեին պատասխանեմ։ Բոլոր այն բաները տեսեք, քննարկենք մի հատ հասկանանք ինչ փոխելու մասին է խոսքը, իրանք սահմանությունը փոխում են թե չեն փոխում։ Ես դրա այդ հարցին պատասխանել եմ։ Եթե կարիք կլինի, կարող ենք մի հատ էլ հասկանալ կա նման բան անելու անհրաժեշտություն թե չկա։ Քննարկում Այո, կան։ Համաձայնագրի ստորագրելը ինչ է տալու Հայաստանին, որովհետև Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ դա պայմանագիր չէ, համաձայնագիր է ընդհանրապես եւ պարտադիր կատարման ուժ չունի։ Ներողություն եմ խնդրում, Լևոն Քոչարյան թող գնա իր գիտելիքները մի քիչ բանանի, ինչ նշանակում պայմանագիր չէ, համաձայնագիր է։ Այսինքն մտնում եք այս պայմանագիր է։ Ինչն է դրա խնդիրը։ Ես ներողություն եմ խնդրում։ Իսկ ինչ տարբերություն դրանց մեջ։ Ով ասում։ Ես ձեզ որպես իրավաբան ասում եմ, մասնագիտական բան եմ ասում։ Որևիցե տարբերություն չկա, դա լեքսիկոնի ոճաբանությունը, որևիցե մեկի պարագայում պարտադիր եւ ոչ պարտադիր բաղադրիչներ չկա, կա Վենայում, եթե չեմ սխալվում, կոնվենցիա կա, եթե պետք է նույնիսկ կարող եմ ձեզ տրամադրել։ Այսինքն այդքան վստահ եմ, կարող եմ ձեզ տրամադրել։ Իրավական առումով նման բան չկա։ Հիմա որ ինքը ասում է մեկ պայմանագիր է մեծ համաձայնագիր։ Այո, տեսել եմ։ Այսինքն ինչ է վերջը պայմանագիր է գրած։ Բայց ասենք համաձայնագիր նշանակում չէ, ախր մի րոպե դրա մեջ տարբերություն չկա։ Բայց համաձայնագիր է գրած։ Անկեղծ ասած չեմ հիշում, կարևորը երկու հիմնական բանն է, իրավական կարևորությունը, այսինքն ինքը իրավական առումով ոչ ստորադասա, ոչ վերադասա, մեկը մյուսից տարբերություն չկա եւ երկրորդը դրանից բովանդակությունը չի փոխվում։ Պարոն Սիմոնյան, Վենետիկի հանձնաժողովից խոսեցիք։ Այսինքն այս Ադրբեջանի եւ Հայաստանի միջև համաձայնագիրը կամ կլինի ուղղակի դուք ուշադրություն դարձնեք իմ հարցերին եւ ոչ թե այն հանգամանքի, որ ներկա եմ այստեղ։ Չդարձնեմ ուշադրություն, որ ներկա է։ Հարցերին ուշադրություն դարձնեք։ Դրանն եմ դարձ, ամենաշատ հարցը դուք եք տալիս։ Այս համաձայնագիրը կամ պայմանագիրը, ինչպես դուք ասում եք, ներպետական համաձայնեցման ընթացակարգերով Հայաստանում անցել է ամբողջությամբ, որովհետև մենք նաև այդպիսի օրենք ունենք միջազգային պայմանագրերի մասին։ Կլինի դուք գնաք ճշտեք ձեր գիտելիքները նորգակ ինձ հարցել։ Դե ես ձեզ տեղեկություն հայտնեմ, որ դուք միջև վերջ չեք ճշտել, որովհետև այդ համաձայնագիրը, պայմանագիրը կամ որևիցե միջազգային փաստաթուղթը անցնում է ներպետական ընթացակարգ, երբ որ ինքը արդեն ստորագրված է լինում։ Երբ որ ինքը ստորագրված կլինի, ինքը անցնելու է սահմանադրական եւ գալու է այստեղ վավերացման։ Տեսակ որ չգիտեք։ Աչ ու ցախ բոլորին ուղղորդում եք, որ իրենց գիտելիքները բանանեք թարմացնեն, բայց չեք կարծում, որ ԿՊԱ-ականներն այդ հարցում ամենախոցելիներն են մինչև առաջին դեմքի մակարդակով սկսած։ Չէ, չեմ կարծում, ինչ եք տենց կարծում։ Ուզում ես ասես դու ավելի խելացի ես, քան ես նման բնդում չարեցի։ Բայց ի՞նչն էր կողմը։ Այսինքն դու երբ որ ես նման տիպ արտահայտություն չեմ արել, բոլորն էլ սխալական են եւ բոլորն էլ ինչ որ ձևով մշտապես իրենց գիտելիքները թարմացնելու կարիք ունեն, բայց ձեր ասածը կոռեկտ չի եւ առավել եւս որ դուք ակնարկ եք անում Հայաստանի Հանրապետության
ղեկավարին այլ ավելի կոռեկտ չի։ Երբ որ կգնաք կճշտեք ձեր կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի գիտելիքները։ Կարելի է կասկածի տակ դնել, բայց իմ ներկայությամբ եւ չէ, ոչ թե հարց մի տվեք, իմ ներկայությամբ նման կարամ վերջացնեմ ասած։ Իմ ներկայությամբ նման հարց տալու պարագայում ակնհայտ է, որ ես դրան բացասական եւ շատ ավելի նյարդային եմ պատասխանելու, քան որևիցե այլ պարագայում։ Ինչ ժողովրդավարությունը չի թույլ տալիս, որ ազգային ժողովի նախագահը պատասխանի։ Ինչ ես նյարդային պետքա չլինեմ։ Ժողովրդավարության գնալ ձեր գիտելիքները կճշտեք ու կմից կսովորեցնեք, թե որտեղ է գրված, որ չի կարող նյարդայնանալ։ Ինչի՞։ Որովհետև ասում են, որ իշխանության ներկայացուցիչը պետք է ավելի զուսպ լինի։ Այդ ով է տենց ասում։ Ես ներողություն եմ խնդրում, ԱՄՆ-ի նախագահ հիմա նյարդային է եւ զուսպ է ամենադեմոկրատ երկրները, հա։ Ինչու մենք ԱՄՆ-ի նախագահ։ Բա ում հետ հա։ Որ երկրի ժողովրդավար Անգլիայի երկրի ղեկավարը Անգլիայի բերում եմ։ Լսեք, որ ես համարում եմ, որ հայկական քաղաքական գործիչները բավականին լավն են եւ շատ ու շատ ժողովրդավար երկրներ պետք է սովորեն սենց ժողովրդավար լինելու եւ սենց զուսպ լինելու եւ սենց համբերատար լինելու, որտեվ եթե դուք գնաք հիմա այս տեսախցիկների տակ նայեք մեկնաբանությունները բացի իմ մասին վատ բան գրելուց, նաև գրում են, թե ոնց է պարոն Սիմոնյանի նյարդերը դիմանում։ Ես դրան պատասխանել եմ, այլ չեմ պատասխանել։ Բայց ես դրան պատասխանել եմ, չէ։ Բայց ես դրան պատասխանել եմ։ Ուզում եք մի հատ էլ հարցեք, նույն հարցը տվեք, եթե ձեզ դա կուրախացնի։ Ես չեմ լսել այդ հարցի պատասխանը։ Գնաք կնայեք, տեսնում եք, որ շատ ինֆորմացիա կա, որ չունեմ։ Ես դրան պատասխանել եմ։ Այլ հարցեր։ Պարոն Սիմոնյան մի քանի անգամ հայտարարվեց վերջին օրերին այդ Վենետիկի հանձնաժողով սահմանադրությունները փորձաքննության ուղարկելու մասին, այդ մտահոգությունները փարատելու մասով, նման առաջարկ արվել է գրավոր ընթացակարգով։ Չկա, դա բանավոր իմ կարծիքն էր, որը որ ես հնչեցրել եմ։ Ձեր թիմից էլի են հնչել տեսակետի համար եմ հարցնում։ Ես ուրախ եմ, որ համընկել եմ։ Իսկ հնարավոր է ամեն դեպքում այդպիսի նախաձեռնություն լինի, եթե Բաքուն շարունակում է։ Չեմ բացառում։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։